Բարև ձեզ լուր պլյուսի սիրելի հետևորդներ։ Այսօր խոսելու ենք ցավոտ հարցերի մասին, ավելի ճիշտ խոսելու ենք այն մասին, որ անգամ մեծագույն համազգային դժբախտություններից ու կորուստներից հետո էլ դասեր չենք քաղել ու դեռ ավելի վատ։ Բայց ամեն ինչի մասին հերթով։ Մինչ այդ ավանդական խնդրանքս դուք ինձ լայք, ես ձեզ սրտիկներ, իսկ ավելի լավ է բաժանորդագրվեք։ Հիմա օրվա թեմայի մասին։ 5 տարի առաջ ավարտվեց 44-օրյա պատերազմը։ Առաջարկում եմ ժամկետների մասին շատ չխոսենք, քանի որ այստեղ ներհայկական հայրենասիրական դաշտում կարծիքները խիստ տարբեր են։ Ոմանք ասում են, որ պատերազմը պետք է ավարտվեր ավելի վաղ, պայմանական Հադրութի կորստից հետո, բայց մինչև Շուշիի կորուստը։ Իսկ երկրորդ խումբը այն կարծիքին է, որ պատերազմը պետք է շարունակեինք նաև Շուշիի անկումից հետո եւ ձմռանը Ադրբեջանին պարտության մատնեինք։ Այս տարբերակները չեմ քննարկի, քանի որ պատմությունը եթեներ չի սիրում։ Ունենք այն, ինչ ունենք։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ ունենք։ Պատերազմի ավարտի 5-րդ տարվա լրանալու հետ բավական հետաքրքիր տեղեկատվական հոսք ունեցանք։ Առաջին հայացքից միմյանցից անկախ միմյանց հետ կապ չունեցող, բայց միայն առաջին հայացքից։ Մի խոսքով շարունակությունը ավելի լավ է պատմեմ։ Մի փոքր երկար կստացվի, բայց կարծում եմ արժե վերհիշել, համեմատել, ընդ որում համեմատությունները այնքան ակնհայտ հետևությունների են հանգեցնում, որ ինքնաբերաբար բնական հարց է ծագում՝ լավ, ինչու եք ժողովրդին էշի տեղ դնում։ Նորից, այս հարցում չեմպիոնը Ռուսաստանի արտգործնախարարությունն է, անվիճելի չեմպիոնը։ Այստեղ անգամ հորինելու, ծաղկեցնելու կարիք չկա։ Բավական է բացել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական էջը ու կարդալ պաշտոնական փաստաթուղթը հրապարակված նոյեմբերի 9-ի հնգամյակի առթիվ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը իր հայտարարության մեջ առանցքային տեղ է հատկացնում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը, այն որակելով մեջբերում եմ անփոխարինելի ներդրում տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում մեջբերման ավարտ։ Ի թիվս այլ կարևոր գործերի խաղաղապահներին հաջողվել է ապահովել սոցիալական նշանակության 31 օբյեկտի 40 կիլոմետր կապի գծերի եւ 20 կիլոմետր գազատարի անխափան աշխատանքը։ Այստեղ ես աշխատեմ ցենզուրայից դուրս չգամ ու պարզապես ռետորական հարց հնչեցնեմ։ Ապահովել է անխափան աշխատանքը։ Շուշիի հայտնի վինտիլի մասին մոռացել եք ինչ է։ Ախր ընդամենը 5 տարի է անցել ու առանց ջեռուցման մնացած մեր երեխաների մրսելը, փակ մնացած դպրոցները դեռ բոլորս էլ լավ ենք հիշում։ Շարունակենք։ Հատուկ շեշտադրվում է նաև պահվող անձանց եւ ռազմագերիների փոխանակման գործում խաղաղապահների դերակատարությունը։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ հայրենիք է վերադարձվել 213 մարդ, որոնցից 189 Հայաստան, իսկ 24-ը Ադրբեջան։ Այստեղ էլ համեստորեն լռում ու բաց են թողնում Հադրութի չգրավված մասում նույն ռուս խաղաղապահների քավորությամբ մեր մի քանի տասնյակ հայրենակիցների գերվելը, իսկ հետագա ամիսներին հայկական գյուղերի վրա գրեթե ամեն օր կրակելը, մարդկանց առևանգելը, սպանելը, Փառուխի ու Քարագլխի օպերացիաները, լավ սա էլ թողնենք ու շարունակենք կարդալ Լավրովի կանտորայի կողմից հայությանը հղված հերթական աստվածաշնչյան ճշմարտությունները։ Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին մարտական գործողությունների վերսկսմանը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը ընդգծում է, որ ռուս զինծառայողները, նորից մեջբերեմ, նպաստել են հրադադարի հաստատմանը, ապահովել են քաղաքացիական բնակչության անվտանգությանը, իրենց տեղակայման կետերում եւ դիտակետերում պատսպարելով շուրջ 5000 խաղաղ բնակչի, այդ թվում ավելի քան 2000 երեխայի եւ երաշխավորել են հայ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստան։ Ես ձեզ լսողներիդ անկեղծ ասած նախանձում եմ, որ սա լսելուց հետո կարող եք սրտներիդ ուզածը ասել։ Ես չեմ կարող այս եթերում դա ինձ թույլ տալ, որ ռուս խաղաղապահները տեղյակ են եղել Ադրբեջանի 2023-ի հարձակմանը անվիճելի է։ Արդյոք դրա մասին Արցախի ղեկավարությանը տեղյակ պահել են։ Չեմ կարծում, քանի որ հարձակման առաջին ժամերին, երբ բազմաթիվ ծնողների հետ ես էլ դպրոց երեխաներին գտնելու էի վազում, ճանապարհին նաև այդ նույն ղեկավարության մի քանի ներկայացուցիչների հանդիպեցի, նրանք էլ շտապում էին իրենց երեխաներին գտնել։ Իսկ թե երբ ու ինչպես ու ովքեր են իմացել հարձակման մասին,
տեղեկությունը կարծում եմ արդեն ժամանակն է, որ ասվի։ Գոնե post factum իմանանք, գոնե պատմությանը ճշմարտությունը թողնենք, որ մեր վաղվա պատմաբանները Մարիա Զախարովայի մատուցած ճշմարտությունների հույսին չմնան։ Նու եթե լռողների իսկական նպատակը հենց դա չէ։ Խաղաղապահները ապահովել են, որ հայերը Արցախից դուրս գան, գրում են Լավրովի հիմնարկից։ Մի կողմ թողնենք այն, որ խաղաղապահների անելիքը ուղիղ դրա հակառակը պետք է լիներ, այսինքն այնպես անել, որ հայերը մնային Արցախում եւ ոչ թե դուրս գային։ Սուտ է անգամ այն, թե խաղաղապահները ապահովել են արցախցիների ելքը։ Մարտակերտից մինչև Կորնիձորի մատույցները, մինչև Տխրահարճակ անցակետը արցախցիները քանի խաղաղապահ են տեսել։ Կարող եք գրել մեկնաբանություններում, ի վերջո, եթե եղել են խաղաղապահների անվեհեր պայքարի դրվագներ, արդար կլինի, որ դա էլ թողնենք պատմությանը։ Նշվում է, որ խաղաղապահները իրենց պարտքը շարունակել են կատարել մինչև 2024 թվականի հունիսի 12-ը, իրենց վերջնական վերադարձը հայրենիք։ Պարզապես հռետորական հարց հնչեցնեմ, իսկ ում էին պաշտպանում մոտ կես տարի Արցախի հայաթափումից հետո Արցախում մնացած խաղաղապահները։ Գնացին, ինչպես գուշակեցիք, Չերեզ Բաքու։ Այս հարցում, անկեղծ ասած, բախտները բերեց, ի վերջո Ադրբեջանում նահանջող ռուսական զորքերին կոտորելու պատմական փորձ ունեն։ Սա իմիջիայլոց։ Խաղաղապահները գնացել են, բայց պոչը մնացել է, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը։ Մոսկվայից այսօր այդ հայտարարությունից միայն մեկ կետ են հիշեցնում ու պնդում, բայց եկեք նախ այդ փաստաթղթի բոլոր կետերը հիշենք, մանավանդ այդ կետերը այնքան էլ շատ չեն, ընդամենը 9 կետ։ Առաջին կետով հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 0 ժամից Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կողմեր կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Սա խախտվել է 2020 թվականի փաստացի հենց նոյեմբերից սկսած, իսկ 2023-ին Արցախի վերջնական հայաթափումով այս կետը ամբողջությամբ փակվեց։ Աղդամի շրջանը վերադարձում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։ Արվել է ժամանակին ու ի դեպ նույն աղդամում էր ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը։ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ թվով 1960 զինծառայող, հրաձգային զենքով 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա։ Չորրորդ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի հերթական հնգամյա ժամկետով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Այստեղ no comment։ Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկողության խաղաղապահ կենտրոն։ Խոսքը, ինչպես հասկացաք, Աղդամի ռուս-թուրքական կենտրոնի մասին է, որը իսկապես ստեղծվել էր, բայց թե ինչ են վերահսկել եւ քանի անգամ են սաստել խախտողներին, կարող եք դատել ինքներդ։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Դա արվեց Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Փաստացի միջանցքը չկար այն պահից ի վեր, ինչ էկոակտիվիստները փակեցին այն Շուշիի մատույցներում։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ Երևի պատկերացնում եք, որ 2022 թվականի դեկտեմբերից սկսած այս կետն էլ փաստացի չէր գործում։
Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Սա ըստ էության պետք է վերաբերեր ինչպես ասենք Աղատամի նախկին բնակիչներին, այնպես էլ հադրութեցիներին։ Եվ բնականաբար սա եւս չիրականացվեց։ Իրականացվում է ռազմագերիների, պատանդների եւ պահվող անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակում։ Սա իրականացվեց մասամբ ապացույցը այն, որ բազմաթիվ հայեր այսօր էլ դեռ Բաքվում են եւ դեռ այսպես ասենք ճակերտներով դատ է իրականացվում նրանց նկատմամբ։ Եվ վերջապես 9-րդ կետը, ապա շրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչնդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինների կողմից։ Կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովելու է Նախիջևանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը։ Ահա հենց այս կետի մասին են այսօր հիշեցնում մեր սիրելի դաշնակիցները, այսինքն մինչև 9-րդ կետը, ինչպես նկատեցիք, ամեն ինչ կատարվել էր անթերի, բայց այ 9-րդ կետում ուխտադրուժ Հայաստանը թերանում է։ Սա անգամ ծիծաղելի չէ, առավել ծիծաղելին այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր ղեկավարները այս օրերին ամեն ինչ անում են, որ օգնեն Ռուսաստանին այս պատմությունից մաքուր դուրս գալ։ Մոտ 7 ժամ անկախ բլոգերների հետ փոդքասթում Սերժ Սարգսյանի հիմնական մեսիջը դա էր. Ռուսաստանը մեղք չունի, մեղավորը Հայաստանն է։ Ազատի չէ նկատի ունի Փաշինյանը, բայց դե Փաշինյանը հո Բաբելոնի թագավորը չէ։ Նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է եւ մեղադրելով Փաշինյանին փաստացի մեղքը բարդում ենք Հայաստանի վրա, որպես փորձված քաղաքական գործիչ եւ շախմատիստ դժվար թե երրորդ նախագահը այդ մասին չիմանա։ Մոտ 1 ժամ նույն մեսիջը հղում էր Ռոբերտ Քոչարյանը ոչ պակաս անկախ 5-րդ ալիքին տված հարցազրույցում։ Ընդ որում Քոչարյանի կողմից երազանքի փաստաթուղթ հռչակված նոյեմբերի 9-ի հայտարարությունը նրա թիմի որոշ անդամներ դեռ շարունակում են իներցիայով կոչել կապիտուլյացիայի թուղթ։ Լավ, հասկացանք, Փաշինյան Նիկոլին չեք սիրում, շատ մեղմ ասած, բայց ինչու եք ձեր իսկ կողմից կերտված Փաշինյանին սևացնելու համար մեղավոր կարգում ամբողջ Հայաստանին, նույն Հայաստանին, որը հիշեցնեմ, եթե մոռացել եք, հերթով դուք եք ղեկավարել, եւ փաստացի յուրաքանչյուրը դիտի մեծ կամ փոքր լումանունի այն ամենի համար, ինչին այսօր հասել ենք։ Պակասն էլ անսպասելի Ադրբեջանի արտգործնախարարը լրացվեց կամ գուցե ոչ բոլորովին անսպասելի։ Բայրամովը օրերս հայտարարեց, թե Լավրովը մինչև նոյեմբերի 9-ը առաջարկել էր հայերի համար ավելի լավ պայմաններով հրադադարի տարբերակ, բայց դա չէր ընդունվել։ Բայրամովը գոնե չի ասում, որ դա էլ հայկական կողմն է մերժել, թողել է, որ մենք կասկածենք։ Դե իհարկե հայանպաստ պայմաններով հրադադարի առաջարկը հո Ադրբեջանը չէր մերժելու, բնական է, որ պետք է մերժեր Հայաստանը։ Բայց Բայրամովը մի բան էլ ասաց, այն է, որ Արցախի վրա հարձակվելուց առաջ 2023 թվականին ռուսներին ադրբեջանցիները զգուշացրել են։ Կարող ենք հավատալ, կարող ենք չհավատալ, բայց փաստն այն է, որ Բայրամովն ասել է, ռուսներն էլ արդեն հերթական օրն է չեն շախտել։ Որ չդառնանք որևէ մեկին բաց թողած, ասենք, որ Փաշինյանն ու իր թիմը այս թեմայով այս օրերին առանձնապես կտրուկ հայտարարություններ չարեցին։ Բացառությունը թերևս Ալեն Սիմոնյանն էր, նա բացահայտեց, որ հանրահայտ հաղթելու ենք արտահայտությունը Փաշինյանի սրտով չէր N գլխից, ինչպես ասում են Արծրուն Հովհաննիսյանի ականջը կանչի։ Ինքը Փաշինյանը կրկնեց արդեն ծանոթ թեզերը թոկի, ծառի ու մնացած բաների մասին։ Թոկը երևի հիշում եք Արցախն էր, երկու կետ ամեն դեպքում Փաշինյանի թարմ գրառումներից հիշեցնեմ։ Մեկն այն է, որ խոստացավ մինչև տարեվերջ հրապարակել արցախյան կարգավորման գործընթացի հետ կապված փաստաթղթերը։
Մյուսն էլ այն, որ նորից հստակեցրեց պետք է ջանքեր գործադրել, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Սրանք թեմաներ են, որոնց առաջիկայում անպայման անդրադառնալու ենք։ Քիչ մնաց մոռանայի։ Հայաստանի Հանրապետության նախկին ու ներկա իշխանությունները այնքան էին զբաղված այս օրերին միմյանց հետ հեռակա բանավեճով, որ նոյեմբերի 9-ին ու 10-ին այդպես էլ չերևացին եռաբլուրում։ Եթե երևացել են, ես չեմ նկատել, ներողություն եմ խնդրում։ Այսպիսի բաներ, հրաժեշտից առաջ ավանդական խնդրանքս դուք ինձ լայք, ես ձեզ սրտիկներ, իսկ ավելի լավ է բաժանորդագրվեք։ Իսկ թե ինչ է փոխվել 2020-ին ու 2023-ին Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, կխոսենք մեր հաջորդ հանդիպումների ժամանակ։ Մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։